Հոկտեմբերի 23-ին ոչ օլիմպիական մարզաձևերի միության հովանու ներքո Դինամո մարզական կազմակերպությունում տեղի կունենա քիքբոքսինգի սիրողական և պրոֆեսիոնալ առաջնություն։ Մասնակցությամբ Ռուսաստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Վրաստանի 200-ից ավելի մարզիկների։ Ոչ օլիմպիական մարզաձևերի միության վերջին շրջանում կատարած աշխատանքների և այս կարևոր իրադարձության մասին ենք խոսելու մեր հյուրերի հետ։ Ձեր թույլտվությամբ ես ներկայացնեմ հյուրերին ոչ օլիմպիական մարզաձևերի միության նախագահ, քիքբոքսինգ ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հայրապետյան, Ուրարտու ֆայթինգ չեմպիոնշիփի լիգայի նախագահ Հովհաննես Գաբրիելյան, միջազգային կարգի մրցավար մրցաշարի գլխավոր մրցավար Արիստակես Մարկոսյան։ Բարի լույս։ Բարի լույս եւ բարի օր։ Ողջույն բոլորիդ։ Շնորհակալ ենք այստեղ գալու համար եւ կխնդրենք հենց հոկտեմբերի 23-ին սպասվող առաջնության մասին ներկայացնեք մանրամասները։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Կենտրոն հեռուստաընկերությանը հերթական անգամ մեզ հյուր ընդունելու համար։ Մենք արդեն բարեկամացել ենք եւ շատ կարեւորում ենք հասարակության մեջ ներկայացնել մեր գործունեությունը, քանի որ հանրությունը եւ հասարակությունը միայն լրատվական միջոցներով են իրազեկվում, ինչ է կատարում Հայաստանի մարզական կառույցներում։ Տեսեք, ամսի 23-ին կարելի ասել առաջին անգամ պրոֆեսիոնալ մենամարտ է տեղի կունենա Դինամո մարզական հասարակական կազմակերպությունը, որտեղ Հայաստան են ժամանել արդեն դուք նշեցիք 5 երկրներից մարզիկներ, պրոֆեսիոնալ մենամարտ է տեղի կունենա, որտեղ Ուրարտու ֆայթ ակումբի ղեկավար մեր արգելի Հովհաննեսի հետ միասին կազմակերպել ենք այսպիսի պրոֆեսիոնալ առաջնություն, որի նպատակն է սիրողականից անցնել պրոֆեսիոնալ մենամարտերի, որտեղ լավագույն մարզիկներ, որոնք կհաղթեն, կստանան այս գոտին, գավաթ, այդ թվում նաև դրամական պարգևներ։ Իհարկե ոչ օլիմպիական մարզաձևերի միությունը բավականին ինտենսիվ գործունեություն է իրականացնում Հայաստանի Հանրապետությունում, ստեղծվելով 1 տարի առաջ համահիմնադիրներ Հովհաննես Ծառուկյանի գլխավորությամբ, Արմեն Մանուկյանի եւ Հրաչյա Ռոստոմյանի, այդ թվում նաև իմ։ Այս ամենը ներկայացրել ենք Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ պարոն Ծառուկյանին, որն էլ բարձր է գնահատել մեր բոլոր ծրագրերի նախաձեռնություններին եւ սատարեկանում այս գաղափարներին, որը իրականացնում է այսօր Հայաստանի Հանրապետությունում։ Վառ ապացույցն է այս 4 ամսվա ընթացքում մեր մարզադահլիճ վերանորոգվեց եւ բացվեց։ Շուտով նաև մարզական գույքով կապահովվի բոլոր մարզադահլիճները ֆեդերացիաների, որոնք ընդգրկված են ոչ օլիմպիական մարզաձևերի միության կազմում։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում 19 ֆեդերացիա ընդգրկվել է ոչ օլիմպիական մարզաձևերի միության կազմում, որոնք էլ իրենց ուրույն դերակատարություն ունեն ֆեդերացիաները համաշխարհային ֆեդերացիայի կազմում։ Այսինքն ինչ է ասված, ինչ դերակատարություն ունեն։ Այն ֆեդերացիաները, որոնք համաշխարհային ֆեդերացիայի կազմող խորհրդի անդամ են եւ Հայաստանի Հանրապետությունում գործում են գոնե 10 տարից եւ ավել, ունեն մարզչական կոլեկտիվ, մրցավարական կոլեկտիվ, իրենք իրավունք ունեն այդ բոլոր չափորոշիչները անցնելով, իրավունք ունեն միայն ընդգրկվեն ոչ օլիմպիական մարզաձևերի միության կազմում։ Սա է ընդհանուր դրույթները կանոնակարգի, որը թույլատրում է միության կազմում դառնալ անդամ։ Հարցը ուղղենք միջազգային կարգի մրցավար, մրցաշարի գլխավոր մրցավար Արիստակես Մարկոսյանին։ Պարոն Մարկոսյան, դուք երկարամյա փորձ ունեք եւ անմիջական մասնակցություն ունեք արդեն այս մարզաձևի կայացման գործում։ Կխնդրեի Հայաստանում նրա նախադրյալների զարգացման հեռանկարների մասին խոսեք։ Ում հետ եք աշխատում, այդ մարզիկները ովքեր են, ինչ պոտենցիալ ունեն։ Մենք աշխատում ենք Հայաստանում, ամբողջ տարածքում, բոլոր մարզերում, ունենք հոյակապ մարզիկներ արդեն։ Շատ մեծ աշխատանքի կատարում, առավել ևս նոր ստեղծված այս միությունը պարոն Հայրապետյանի եւ Ծառուկյանի ղեկավարությամբ շատ մեծ առավելություն է տալ է արդեն մեր մարզիկներին։ Այս վերջի աշխարհի առաջնությունից մենք բերել ենք բազմաթիվ մեդալներ, չեմպիոններ, արծաթի մեդալներ, բրոնզե մեդալ։ Մարզերում աշխուժ զարգանում է սպորտը, որովհետեւ այս նոր միությունը նոր ճանապարհներ է բացում մարզային մարզիկներին, որտեղ մարզերում շատ դժվար էր ոչ օլիմպիական ձևերի մարզարվեստի զարգացման, այս ներկայությամբ ամեն ինչ գնում է նորմալ, հարթ։ Մենք հույս ունենք շատ լավ երեխաներ, պատանի եւ երիտասարդ, ապագան մեր ապահոված է, շատ մեծ աշխատանքների գնով եւ եթե երբ որ արդյունք ենք ստանում աշխատանքներից, արդեն ամեն ինչ ասած դժվարությունները հետևում են կարծեք թե բայց ամենակարևորը որ գնահատականի է արժանանում արդեն ոչ օլիմպիական մարզաձևերի միության ֆեդերացիաները ես նույնիսկ պետք է անդրադարձանեմ ամսի 23-ին ձեր թույլտվությամբ
Հովանեսը Ռոստովից է, ինքը այնտեղ բավականին մեծ շատ աշխատանքներ է մարզական կառույցներում իրականացնում, շատ ինտենսիվ ծրագրեր է իրականացնում։ Իր փորձը Հայաստան է նաև օգնել։ Իր փորձով Հայաստան է եկել, պարզ ասեմ, ուսումնասիրել է դաշտը եւ ցանկություն է հայտնել համագործակցել մեր հետ։ Ես էլ ուսումնասիրելով իր կատարած բոլոր աշխատանքները վստահում եմ իրեն։ Փորձում ենք նաև այս պրոֆեսիոնալ լիգան Ուրարտուն նույնպես մեծ ծրագրերով հանդես գանք հանրությանը։ Թիմային աշխատանքի արդյունքը։ Թիմային աշխատանքի արդյունքը տալիս է բավականին մեծ արդյունքներ։ Պատմեք մեզ նաև ֆեդերացիայի գործունեության մասին։ Հետագայում ինչեր են սպասվում, այժմ ինչ փուլում է գտնվում։ Ես ասեմ, որ ֆեդերացիան վերջերս պարոն Մարկոսյան ինչպես նշեց, աշխարհի Եվրոպայի առաջնությունների մասնակցի ունեցել են 2 ոսկե, 3 արծաթ, 1 բրոնզե մեդալ, բավականին շատ կարևոր հաջողություններ, բայց ամենակարևորի մասին պետք է հիմա խոսեմ։ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ պարոն Ծառուկյանի հրավերքով Հայաստանի Հանրապետությունում էր գտնվում Համաշխարհային քիքբոքսինգի ֆեդերացիայի նախագահ Ռոյ Բեկերը, Վակոյի, որը օլիմպիական ընտանիքի անդամ է, եւ դա եզակի դեպք է Հայաստանի համար 30 տարուց ի վեր Հայաստանի Հանրապետությունում երբևիցե միջազգային ֆեդերացիայի ղեկավար չէր եկել։ Կարող եմ ասել եվրոպական պետություններ եվրոպական պետություններ չէր դաժե այցելել աշխարհի նախագահան եւ պարոն Ծառուկյանի հետ միասին բացեցին մի հատ մեծ քիքբոքսինգի դահլիճ, որտեղ մարզվելու են անապահով ընտանիքի երեխաները, հաշմանդամություն ունեցող զինվորները անվճար հիմունքներով եւ այս ամեն ինչը հերթական անգամ ցույց տվեց, որ քիքբոքսինգը ուրույն դերակատարություն ունի նաեւ համաշխարհային ասպարեզում եւ Ռոյ Բեկերի այցելությունը Հայաստան կարևորեց, որ Հայաստանի ֆեդերացիան ուրույն դերը կունենա համաշխարհային ֆեդերացիաների շարքում։ Սա շատ կարևոր է, որ մարզում են 2000-ից ավել մարզիկներ, ունենք բավականին շատ մարզիչներ, պաշտոնապես գրանցված, ինչի եմ ասում պաշտոնապես, այսօր Հայաստանի Հանրապետությունում ես կոչ կնեմ նաև մեր ծնողներին, որպեսզի իրենց երեխաներին տանեն այն ֆեդերացիաներում մարզվեն, որտեղ որ մարզիչները պաշտոնական ունեն լիցենզիաներ, որակավորման հավաստագրեր։ Սոցիալական ցանցերով նայում ես մարզիչներ են, որտեղ են մարզում, ով են տվել իրենց հավաստագրեր, չգիտես, թե դա արևելյան կարատեն կլինի, տեքվոնդոն, կյոկուշին, թե քիքբոքսը, մարզիչներ են կոչվում։ Մի անկյունում հավաքվել են, մարզում են, ծնողից գումար են գանձում, բայց այդ մարզիչը ոչ որակավորման հավաստագրեր, ոչ էլ իրավունք ունի։ Պետք է գրանցվի ֆեդերացիաներում։ Դրա համար ֆեդերացիան պաշտոնապես սիրողականը շատ լավ իր արժեվ դրված խնդիրները կատարում է, մենք էլ Հովանեսի հետ միասին փորձում ենք հիմա այս պրոֆեսիոնալը զարգացնենք։ Հովանեսը իմիջիայլոց իր խոսքում կնշի ինչ մարզիկներ են Հայաստան ժամանել եւ ժամանում են պրոֆեսիոնալ լիգայի Ուրարտուից ներկայացված եւ ինչի է դա տանելու, ուրա դա տանելու։ 23-ի մրցմանը կարծում եմ ոգևորությամբ կսպասեն։ Բավականին շատ մեծ փայլուն միջոցառում է լինելու, ժամանակակից լուսավորումով դահլիճը լինելու են տարբեր մոտիվացիաներ, լինելու են տարբեր ծրագրեր, պարային համույթներ կլինի, համերգային ծրագիր կլինի, դրամական պարգևներ կլինի, այս ամեն ինչը արվում է, որ մեր մարզիկներին ցույց տանք, որ սիրողականից անցնենք պրոֆեսիոնալ, ստանալու եք նաև ֆինանսական գումարներ։ Այսինքն մարզիկը մարզվելով սպորտով նա պետք է գիտակցի, որ հետագայում նաև անսա պրոֆեսիոնալ մենամարտի գումարներ ստանալ։ Առողջ երիտասարդներ եք կոփում, դա շատ կարևոր է մեր հասարակության մեջ, առողջ միտք, առողջ հոգի, առողջ մարմին։ Այո։ Եվ ինչպես նշեցինք Հովանեսից եւս ակնկալում են, որ պատմեն ինչ մարզիկներ են ժամանել եւ ինչ է սպասվում։ Պարոն Հայրապետյանը ճիշտ ասեց, երիտասարդ սպորտսմենները պետք է հասկանան ուր են գնում, շատ տղաներ, շատ ուժեղ տղաներ թողում են սպորտը, հասնում են պրոֆ սպորտին, բայց թողում են, չգիտեն ինչ անեն, ոնց անեն, որ շարունակեն։ Փող աշխատեն, սպորտով առաջ գնան, այդպես պրոֆ լիգաներ չկա։ Դրա համար շատ ենք ուզում, այս առաջ տուրները լավ անենք, կանչել ենք Ռուսաստանից, Կազախստանից, Վրաստանից սպորտսմեններ, լավ սպորտսմեններ, որ ստեի աուդիտորիան հասկանա ուռվինը, որ լավ պրոֆ բայեսներ կան, հա, ուզենան այդտենց Հայաստանը մեր շատ ուժեղ մարզիկներն են, որ արդեն կարողանան աշխարհում իրանց ցույց տան, այ հայկական պրոֆ լիգա կլինի Urartu Fighting Championship, որը կդաստիարակի այդտենց ուժեղ հայ տղաներ, ոչ միայն Հայաստան կանենք այդտենց տուրնիրներ, այլ սաղ աշխարհում կփորձենք մեր անունը բարձր պահենք։
Եթե համեմատում եք Ռուսաստանի հետ, դուք Ռուսաստանից եք եկել այստեղ, ձեր փորձը Ռոստովից մասնավորապես։ Ինչպիսին է հայ սպորտսմենների եւ շատ բան ունի սովորելու։ Ունի սովորելու բան, չպետք է թաքցնենք, չպետք է վախենանք, ճիշտ ասենք։ Հայ տղեկը շատ դուխով են, շատ, բայց տեղ կա սովորելու, դրա համար ենք ուրիշ երկրներից պետք է կանչենք, որ այդտենց երեխքը տղաները աճ են անպայման։ Եթե մենք ինքներս խաբենք մեր մեջ կամ թույլ մարզիկներ կանչենք, այդտենց կրենք, ուրախանանք այդ օրը, առաջ չեն գնա։ Մրցակցության համար չվախենանք այդտենց բաներից, կարևոր է համեմատվելն էլ։ Պարտությունն էլ է մարզիկի համար, պետք է պարտվես, այնուհետև սկսես աշխատել քո վրա, որպեսզի պարտությունից հետո հաղթանակի բերկրանքը քաղելու դու հպարտանաս։ Մենք պետք է մի կարևոր հարցի շուրջ խոսենք, տեսեք, վերջերս մի ծրագիր ենք ներկայացրել Ոչ օլիմպիական մարզաձևերի միության ծրագրերի շրջանակներում ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ պարոն Ծառուկյանին, որը շատ բարձր գնահատականի արժանացել եւ արդեն սկսում ենք այս ծրագիրը իրականացնել։ Ինչ ծրագրի մասին է խոսքը, հիմա ես ներկայացնեմ։ Մեր հարությունը հետևում է այսօրվա հաղորդմանը, կուզենամ, որ այնուհետև արձագանքենք, չնայած ունենք արձագանքներ, նախազորակոչային տարիքի տղաները, որոնք պետք է զորակոչվեն։ Պատրաստված գնան։ Այո, մենք 19 ֆեդերացիաներ ունենք, որոնք գրացված են միության կազմում։ Հերթականությունը այս բանին չնշեմ, որոնք նախազորակոչային տարիքի երեխաներ զինկոմիսարիատներում կգնան եւ հաշվառման մեջ կընդգրկվեն, ովքեր կցանկանան, ում ծնողները կցանկանան, մեր դպրոցներում պատրաստենք այդ տղաներին, այդ 2 տարի միջև մեկնելը, պատրաստենք անվճար հիմունքներով մարզումներ անցկացնենք։ Այսինքն ֆիզիկական պատրաստվածությունը ծառայության մի բաղկացուցիչ մասն է կազմում։ Փորձը ցույց է տվել, ես որպես պայստազորի գնդապետ, ուզում եմ իրազեկեմ, որ փորձը ցույց է տվել, որ բանակում ծառայում են լավ տղաները, ուժեղ տղաները, խիզախ տղաները, որոնք միջև բանակ մեկնելը զբաղվել են սպորտով։ Առողջ սերունդ։ Առողջ ուժեղ պետություն ունենալու համար պետք է ունենանք ֆիզիկապես ամուր կոփած տղաներ։ Սա է հիմնական խնդիրը, որ այս ծրագիրը կյանքին կոչել, սա նմանատիպ նախաձեռնություն երբևիցե այսպիսի ծրագիր չի եղել։ Հիմա մենք այս ամեն ինչը կյանքին կոչում եւ իհարկե այս ամեն ինչի սատար է կանում ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ։ Մարզերի երիտասարդներին, տղաներին, աղջիկներին, նաև աղջիկներ կան ձեզ մոտ, այդ հարցն է հետաքրքրում։ Եվ ասեցիք եւ հիշեցիք։ Ղազախստանից նույնպես աղջիկներ են ժամանում, Հայաստանից էլ ունենք, արդեն նախապատրաստում են, եթե ժամանակին աղջիկները չեն զբաղվում ու հարվածային մարտարվեստներով, հիմա սկսել են զբաղվել ինքնապաշտպանության համար, ի սկզբանե այնուհետև դուրներ եկել է, որպեսզի նաև մենամարտեն։ Չեմ վախենում, ակտիվացել են, իհարկե սպորտը լավ բան է, պետք է մարզվեն ինքնապաշտպանության համար առաջինը, մեր նպատակն է եւ ինքնապաշտպանություն սովորացնել երեխաներին եւ փողոցային բարքերից կտրել երեխաներին ուղղորդել մարզադահլիճներ, որպեսզի մարզվեն, որովհետև այսօր մեր երեխաները կամ համակարգիչների մեջ են կամ հեռախոսների մեջ են, գոնե այդտեղից պետք է իրենց կտրել, բերել մարզադահլիճներում զբաղվել։ Շատ կարևոր է։ Մրցաշարից պետք է ասեմ։ Իհարկե։ Ուրեմն մրցաշարը բաղկացած է 2 մասից։ Առաջինը մանկապատանեկանը տատամիում պետք է մենամարտեն, որտեղ քիքբոքսինգը 7 ձև ունի։ 7 ձևերն էլ մասնակցում են մենամարտելու։ Տատամիում light kick light ոճը, ռինգում full low kick-ով կամեկ ոճերը։ Ցերեկային ժամերին մանկապատանեկան մենամարտերը կլինեն, երեկոյան կսկսի պրոֆեսիոնալ մենամարտերը full ոճում, low kick ոճում եւ կամեկ ոճում։ Երբ հայտարարեցիք մրցույթի մասին, ակտիվությունը ինչպիսին էր։ Բավականին շատ հայտեր ենք ստանում, տեսեք, եւ արտերկրից եւ Հայաստանից, արտերկրից կազմակերպչականով պատասխանատվությունը դրել եմ Հովհաննեսի վրա, Հայաստանից դրել եմ մեր մյուս պատասխանատու տղաների վրա, ինչի չենք մենք բոլորին ընդգրկում մասնակցեն, որովհետեւ պետք է փորձ ունենան, պետք է վարկանիշ ունենան, պետք է գոնե Հայաստանի կրկնակի ոսկե մեդալակիր լինեն, միջազգային առաջնության մեդալակիր լինեն, ինչպես Հովհաննեսը նշեց, մենք չենք ուզում ձևականություն, մենք չենք ուզում բերենք մարզիկներին
իբրև թե մեր մարզիկը ուժեղ է, արտերկրինը թույլ է, ոչ, ով ուժեղ է։ Իրական մրցակցություն Ով ուժեղ է պետք է հաղթի։ Սպորտում այդպես է։ Հաղթելու է նա, ով լավ է պատրաստված։ ով արժանի էր։ Դրա համար համեցեք, դիտեք։ Շնորհակալություն մեզ։ Տեսարժան Իմիջայլոս կենտրոն հեռուստաընկերությունը օֆիցիալ գովազդով ասեմ եւ գովազդը եւ պաշտոնական ամեն ինչը լուսաբանելու է մրցաշարի վերաբերյալ, որի համար մենք նույնպես շնորհակալ ենք մեր գործընկեր կենտրոն հեռուստաընկերության։ Քանի որ գովազդից խոսեց պարոն Հայրապետյանը, գովազդով էլ թերևս կընդհատենք։ Շնորհակալ ենք եւս մեկ անգամ մեզ հյուր գալու համար, այս կարևոր նախաձեռնության համար, մեզ տեղեկացնելու համար, մեր հեռուստադիտողներին տեղեկացնելու համար, ձեզ անխափան ընթացք եւ հաջողություններ եւ հաջորդ անգամ երբ հանդիպենք, ել ավելի մեծ հաղթանակներով գաք մեզ մոտ։ Դիտենք Հաղթանակներ, երաժշտություն լսենք։